արդեն մի քանի տարի է, կարծեմ գալիս եք կառավարության նիստերին, այսօր եւս ներկայացել եք, որևէ պահանջ իրականացվել է ձեր պահանջներից։ Ոչ մի պահանջ չի իրականացվել, բոլորը ստախոս են, խաբեբաներ, գլխավոր դատախազից սկսած վարչապետից էլ վերջացրած։ Մեր պահանջը մեկն է, որ մեր երեխեքի գործերին վերավորակում տան, հոդվածները փոխեն, պատասխան տան մեղավորները։ Մեր պահանջը մեկն է, բայց մինչև օրս ոչ մեկ էլ ոչ մի արձագանք չի անում, բոլորը խաբում։ Իսկ ընդհանրապես ձեզ վերջին շրջանում մոտեցել են ինչ-որ խնդրի համար լուծում։ Ոչ մեկ։ Մենք բազմիցս դիմել ենք թե կառավարության աշխատակիցներին, նախարարներին, դատախազություն, ուղղորդում ենք զինվորական դատախազություն, զինվորական դատախազն էլ ասում է ես անելիք չունեմ, գլխավոր դատախազն էլ ձեռքեր լվացել քաշվել է մի կողմ։ Մենք ես ասեմ, որ հենց նոր գլխավոր դատախազությունից ենք գալիս, շատ ջղայնացած, որովհետև ես էլ քանի անգամ գնում ենք, պահանջում ենք Աննա Վարդապետյանը մեզ ընդունի, որովհետև մենք 3 դիմում ունենք գրած Աննա Վարդապետյանին, գլխավոր դատախազին, որ մեզ ընդունի ու իր խոստումները կատարի, խոստումներն էլ այն էր, որ ինքը վարչապետին ներկայացրեց, որ այս քրեական գործերը 5 քրեական գործը ոչ մեկը չեն համապատասխանում պաշտոնական վարկածների, սրանք սպանություններ, այլ ոչ թե ինքնասպանություն, դժբախտ պատահար եւ այլ, ասեց անպայման պետք է վերավորակում ստանա այս գործերը եւ հոդվածները փոխվի։ Վարչապետն էլ ասեց, դե որ տենց է ես ձեռքերս լվանում եմ, Վարդապետյան, այս գործերը քեզ օժիտ եմ տալիս, գնա դատախազություն, այնտեղ ավելի հնարավորությունները մեծ կլինեն այս գործերը ուսումնասիրել եւ բացահայտում տալ։ Եվ նշանակեց գլխավոր դատախազի պաշտոնին, կարելի է ասել մեր գործերով Աննա Վարդապետյանը այդ պաշտոնը ստանձնեց։ Երբ որ մենք իմացանք, շնորհավորեցինք, ասեցինք Աննա Վարդապետյան, մենք ուզում ենք գանք ձեր մոտ, սկիզբներ դեռ հələ, ասեց, որ խնդրում եմ մայրեր ջան, 2 ամիս ժամանակ տվեք, մինչև ես ադապտացվեմ, այդ պաշտոնին աթոռը մի հատ լավ հարմարեցնի իրան, այդ ժամանակ ձեզ կընդունեմ, այդ 2 ամիսը դառավ 3 տարի, ինքը մեզ չի ընդունում ոչ մի ձևով։ Դիմումներ ենք տալիս, գնում ենք բանավոր ենք ջղայնանում ասում, ինչ ասես ասում, որ պատճառաբանություն ինքը մի անգամ ելույթ ունեցավ շահերի բախում կունենամ ծնողների հետ, բայց ինչ շահերի բախման մասին է խոսքը, այդ ոնց էր այն ժամանակվա դատախազները բոլորը ընդունել են շահերի բախում չի եղել, դե ինքը կարող է նրանցից ավելի գրագետ է ու ավելի օրենքներից լավ է հասկանում, թե ինչ շահերի բախում է լինելու ես չեմ հասկանում։ Ես ուզում եմ ասեմ, որ մեր պահանջը, որ մեզ ընդունի Վարդապետյանը, եթե չի ընդունում, թող հարցերին լուծում տա։ Մեր քրեական գործերը իրանք այն ժամանակ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է խումբ 6 իրավաբանից։ Հանձնաժողով է ստեղծվել եւ այս հանձնաժողովը ուսումնասիրել է մեր 5 քրեական գործը, որում որ բոլոր 6 իրավաբանը համոզվել են, որ այս գործերը չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին եւ սրանք սպանություններ է։ Ոչ մի առանձին հատուկ կարծիք ոչ մեկ ասենք չի ասել, խոսքի այս կետի հետ ես համաձայն չեմ։ Ոչ մեկ չի ասել։ Բոլորը միաձայն համաձայն են եղել այդ բաներին, որ սրանք չեն համապատասխանում։ Ինքը զեկուցել է, որ մեր երեխա ինչ որ գրած է պաշտոնական վարկածով։ Եվ ամեն գործին ինքը ներկայացրել է ամեն գործը վարչապետին ու ասել է վերջում, որ այս մայրերը ճիշտ են։ Ես գիտեի էմոցիոնալ են խոսում, բայց այս մայրերը ճիշտ են, այս գործերը սպանություններ է։ Եվ վարչապետը ձեռքերը լված, ասաց ձեռքերս լվանում եմ, գործերը քեզ եմ տալիս, օժիտ գնա դատախազություն։ Կներես վարչա։ Ում է ձեռ տալի, որ զինվորի գործերը չեն բացահայտում։ Այ ում է ձեռ տալի, որ զինվորի գործերը չեն բացահայտում։ Ծնողը պահում է 10 տարի, տալիս է ու գլուխները ուտում են, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Ի վերջո մենք պետություն ունենք, թե չէ։ Հարց է ծագում, պետություն կա, թե չէ։ Ինչի՞ պիտի ծնողը պահի 10 տարի, երեխու գլուխը ուտեն,
ու ամեկ իր աթոռի համար նստեն իրար մորթոցի անեն ու սպանոցի անեն։ Ու որ գիտեն, որ մեր երեխեքին ամեն մի զինվորը մի կեղտ տեսել է, մի բան տեսել է Զորամասում։ Ու չեն ուզում, որ բացահայտեն։ Աննա Վարդապետյանին ձեռ չի տալի, որ զինվորի գործերը բացահայտի, որովհետև Պաշտպանության նախարարությունը, դատախազությունը, քննիչները բոլորը զինվորի գործերով են սնվում, որովհետև իմ տղային անօրինական տարել են Ղարաբաղ, Հադրութ, 38-400 զորամաս, որ մեր Հարգաժան Նիկոլ Փաշինյան ասում է Ղարաբաղը մերը չի եղել։ Եթե Ղարաբաղը մերը չի եղել, Ադրբեջանն է եղել, իմ տղան Թուրքիայի տարածքում ինչ գործ ունի Ադրբեջանի տարածքում։ Ինչի պիտի ծառայեր իմ տղան։ Այսինքն այնտեղ Հադրութում Ջանգիրան Մարտինը իմ տղա եղել է նարկոման ու ոսկու գործեր էր անում նարկոտիկի։ Իմ տղայի հետ ես 14-ի երեկոյան խոսացել եմ, ասել եմ մամ, Ջանգիրան Մարտինը մեզ հրաման է տալի, որ նարկոտիկի գործ անենք։ Վայ, ասի Արտուր ջան, հեռախոսով ես խոսում, այ բարա գլուխ, մամ ասում է, որ հրաման են տվել։ Վերջի խոսակցությունն ա եղել 14, 15, 16, 17-ին իմ տղայի դիակը բերել են Մուրացյանի գոսպիտալ։ Ու Աննա Վարդապետյանը լավ գիտի, որ իմ տղային մահացած են բերել Մուրացյանի գոսպիտալ, սպանած են բերել գործեր ուսումնասիրության ժամանակ, ինքը տեսել է, որ իմ տղային այնտեղ բաներ կա, որ իմ տղան մահացած է եղել։ Բա Տիկին Վարդապետյան, դու այդքան բանի իմանալով, որ իմ տղային մահացած բերել են, սպանել են, դիակն են բերել Մուրացյանի գոսպիտալ։ Բա դու նուժելի, դու ի վերջով դու դատախազը մի կողմ դրած, դու կին ես, մայր ես, դու մեջդ մի փոքր բան զգացմունք չունես, որ ասես ոնց ծնողը պայի 10 տարի ու երեխու գլուխու դեն բերենք ցենտեր։ Աղի արցունքները էիր թափում։ Ապշեցուցիչ բան ասма, զինվորին բերել մահացած տակ օդ տան ասма, ես sense բան չէի տեսել, որ չտեսնեի ասма ինչա կատարվում էս գրածների։ Ասի ծնողը էմոցիայով է խոսում։ Ծնողը էմոցիոնալ է խոսում։ Մենք միջև վերջ պայքարելու ենք, որ մեր գործերին ընթացքը տան, այդ է մեր պահանջը։ Մեկն է, որ մեր տղաների գործերը պետք է բացահայտված է, պետք է իրանք կանգնեն հանրային ասեն։ Իրանք ինչ ունեն, ինչի չեն բացահայտում, որովհետև նախկիններն են մեղավոր, տեսեք թվերը ուր է տանում, նախկինների սպանություններն է սա արած։ Եթե իրանք նախկինների հետ չեն աշխատում, ինչի չեն բացահայտում։ Մի հատ նախկինի թող մեղավոր ճանաչեն ու բացահայտեն, գոնե այս 4 գործից մի գործը բացահայտեն։ Տիկին Վարդապետյանը ազգային ժողովում հայտարարեց բոլորի մոտը, որ իրեղեն ապացույցները ի սկզբանե ոչնչացվել են, հիմա հնարավորություն չկա, որովհետև չկա իրեղեն ապացույց։ Ապրեք, հա, բայց ու քանի անգամ ինքը նշել է, որ այս նախկինների կատարած հանցագործությունն է։ Եթե դուք Տիկին Վարդապետյան հիմա նախկինների հետ չեք, ապա մի գործ բացահայտեք, իմանանք, որ դուք նախկինների հետ չեք։ Թող մի գործով մեղավոր իր պատիժը ստանա, մենք գնանք վեր ընկնենք մեր տները։ Չի կարելի այդքան 18 տարի պայքարում ես ինչի համար, որ իմանաս քո երեխուն ով է սպանել։ Պարզ է արդեն իշխանությունն է սպանել, մեկը մեկին պաստալով եկե հասել են 18 թվականին, վայ, աստիճանները գլխի վայր, Նիկոլ Փաշինյանը դիմացի խոդից իջավ ներքև, մայրեր ես կբացահայտեմ եւ այլ, ուրա։ Դուք իմ հետ գործ։ Արդեն 7 տարի է, ուր ես, Փաշինյան Նիկոլ, ուր ես։ Բարի ասա մի բանը սուտ ենք ասում, էմոցիայով ենք խոսում։ Դատախազի լեզվով, դատախազը գլխավոր դատախազը։ Բայց իրա սենյակում ասեց, որ այո, այս մայրերը ճիշտ են եղել։ Միանշանակ սպանություն է։ Ղարաբաղը Ադրբեջանն է, չէ՞, հիմա վարչապետը, ես հո չեմ հորինում, մենք ինչը փաստերով է այդ ենք ասում, ասում է Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ես բազմաթիվ դիմումներ ունեմ գրած, բոլոր պատկան մարմիններին, որ օրենքով են իմ երեխուն տարել Ղարաբաղ, այլ հանրապետություն։ Եթե վարչապետը
բարձր ամբիոնից կանգնում է ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է, ուրեմն թողից պատասխանի իմ երեխուն ինչի է տարել Ադրբեջան։ Ինչի է տարել ընդեղ էլ հոշոտել բերել։ Կապ չունի Նիկոլի վախտով չի եղել։ Նիկոլն էլ իրավա հաջորդն է նախկինների։ Եթե միասին չեն աշխատում, ուրեմն թող բացահայտեն իմ երեխու սպանությունը։ Այն սպանությունը, որ տեսել էր իմ տղեն ոնց են բանակից վառելանյութ գողանում, դրա համար իրան սպանեցին, որ բերանը չբացեր ինչ-որ միտեղ իմանալ։ Նարկոտիկի ու ոսկու գործն է տեսել, որ գլուխը կերան, այսինքն ամեն մեկը մի բան տեսել է, որ գլուխները կերել են։ Զինվորը մի բան տեսնում է, զինվորը պետք է փակ աչքերով ծառայի, եթե մի բան տեսա, ուրեմն իրան վերացնում են։